Մեր վերջին դասը բացատրական քարոզի ներկայացումը եւ գնահատումը, բացատրական քարոզի ներկայացումը եւ նրա ընդհանրական գնահատականը։ Հիմա ամեն բանի առաջ մի քիչ ցանկանում ենք խոսալ բացատրական քարոզի ներկայացման վրայով։ Հա, ոնց պիտի մատուցես, ներկայացնես։ Հիմա այստեղ որոշ բաղադրիչներ ունեն, մեկ-մեկ խոսանք, մի քիչ, եւ նրա հետ կա արդեն այս բաներից պիտի նկատի ունենանք էլի, երբ գնահատականի մեջը ավելի նկատի առնենք, որ ոնց պիտի պատրաստենք եւ ներկայացնենք, մատուցենք մեր քարոզները։ Հիմա ամեն բանի առաջ իհարկե քարոզիչի բնութագիրը, նկարագիրը, նրա բնավորությունը կարևոր է։ Ինչի որովհետեւ բարձրապես որ մեկը լավ քարոզ կարող է ներկայացնել, սա չի նշանակում 100%-ով որ ինք Տիրոջ առջև աջելի է։ Մեզ ովև մեկը գարա զորօրինակ բեմ բարձրանալ գիրագիմը մեղքով, չխոստովանված մեղքով։ Եվ պետք է որ Տիրոջ առաջ անգյաց գտնվենք, մեր սրտերը Տիրոջ առջև շիդակ լինեն, որ երբ բեմ բարձրացանք կամ այսպես եղբայրների հետ սերտողություն անում ենք, որ չափ հնարավոր է։ Մենք չենք ասում եղբայրներ ջան, որ կատարյալ պիտի լինենք, սա չենք կարող, Երանի այդպես լիներ, բայց որ չլինի, որ մեղքը գա, որ գիտես պետք է խոստովանիս, բայց ոնց որ այդ մեղքը կամ այդ մեղքերը հետը բերում ես ամբիոնին եւ որովհետեւ փորձառություն ունես կարոզելու, խոսելու, ներկայացնելու ազոխոսքը բացատրական ցևով հոգսը չէ, կարևորը բարդականություն արեցիր եւ ենթադրում ես որ դերը ուրախ է, անգյաց լինենք մենք մեզի Տիրոջ առաջ եւ մարդկանց առաջ իհարկե դերը գիտե իմ սիրտը, քո սիրտը։ Ուրեմն մեր բնավորությունը պետք է իհարկե առողջ լինի, որ կարելի է։ Հետո երկրորդ հանդիսադեսի բնույթը պետք է նկատի ունենանք։ Սա չի նշանակում, որ եթե զորօրինակ հանդիսադեսները երդասարտներ են մեծամասնությունը, ուրեմն բացատրական քարոզ պետք չէ դրվի, նրանց պետք է բամը տանք, որ հաճելի լինենք։ Չէ, հաճելի լինենք Տիրոջ առաջ եւ նրանց շիդակ ցևով քարոզելով։ Ես չեմ ասում էլի եղբայրներ ջան, ինչ որ խոսացանք, բացատրական քարոզ չի նշանակեր տեխնիկային քարոզ։ Այդպես բան չկա։ Տեխնիկային քարոզ եթե անես, ադի քու խնդիրը դե ոչ թե բացատրական քարոզի սահմանումը եւ հասկացողությունն է։ Բայց կարևոր է որ մեր լսարանը հասկանանք ով է։ Մեր լսարանը գիտնանք ով է։ Ինչու որովհետեւ եթե մեր լսարանը այո Փորձառու լսարան է, նրա համացայն գարանք որոշ բաներ ասել այնպիսի ցևով մը, որ եթե զորօրինակ առաջին անգամն է երդասարդ խումբի մգանես, երդասարդ խումբին նույն ցևով բիչի ասես որոշ բաներ, ինչ որ զորօրինակ քո ժողովրդին ամեն գերագի ասում ես 5 տարի է կամ 10 տարի է։ Հյուր խոսող ես, դեղմի եկար, երդասարտներ կան առջևդ, թիվ մեկ չգիտես, որ նրանց հոգևոր գարկավիճակը ոնց է, բայց էլի սա չի նշանակում, որ ուրեմն որովհետև չգիտես նրանց հոգևոր գարկավիճակը ոնց է, ուրեմն ոնց որ նրանց մի բամը դուր, կարևոր չէ ինչ լինի, կարող չէ առողջ քարոզ լինի բացատրական։ Չէ, մենք գիտենք եղբայրներ ջան, մեր քարոզի լսարանը մեկ է, Աստված է, ամեն բանի առաջ ինքն է որ ներկա է։ Երբ մենք պաշտամունքի եկածենք, ազոխոսքը ներկայացնում ենք, նույնիսկ եթե ուրիշ մեկը չլիներ, ես ոնց պետք է քարոզեմ, ոնց պետք է պատրաստվեմ եւ քարոզեմ։ Որովհետեւ Աստված ներկա է։ Կարևոր չէ ով գա մեր առջևը։ 5 հոգի գա, 50 հոգի գա, 500 հոգի գա, 5000 հոգի գա, կարևոր չէ։ Դերն է եւ մենք մեր գոհունակությունը պետք է գտնենք, որ այսօր որ ես քարոզեցի, Աստծո առջև դե բնութագրով նրա շնորհիվ եւ թե իմ աշխատանքով դերը հաջեցավ։ Կարող է որ որոշ եղբայրներ քույրեր որոշ պատճառով մտե բանավոր կամ ոչ բանավոր քարոզը շատ չսիրեցին։
Բայց եթե ես իմ սիրտս քննած եմ, այո, առողջ քննադատությունը լավ է ընդունելը, որովհետեւ սովորենք ամեն մեկերնի սա գարիք ունենք, նույնիսկ ամեն քարոզի գդրվածքով, եթե մեկը կապ ամաս է, նկատի ունենանք, շնորհակալություն հայտնենք, ասել չէ որ անպայման այդ քննադատությունը պիտի ընդունենք կամ ոչ, բայց լավ գլինի խոնարհաբար մտիկ անենք։ Եվ դերը թող իր Սուրբ Հոգով մեզ սովորեցնե ինչ որ ինք ուզում է։ Մենք գիտենք, որ դերը մեզ կարող է սովորեցնել թե երբ քննադատությունը արդար է, եւ թե երբ անարդար է։ Նրա համար խոնարհությունը կարևոր է ունենանք Տիրոջ առաջ եւ մարդկության առաջ։ Ուրեմն բնութագիրը մեր հանդիսադեսներին, լսարանին, մեզ մտիգնողներին լավ կլինի իմանալը, որ չլինի որ ես այսպես եմ, ես այսպես կարոզում եմ, հավանում են, չեն հավանում, ես այսպես պիտի անեմ։ Այդ մոտեցումը լավ չէ։ Այո, շիդակ իմաստ կա ասելու, որ ես ազոխոսքը պիտի կարոզեմ, հավատարիմ պիտի լինեմ տեքստին, պիտի կարոզեմ ինչ որ Սուրբ Գիրքը ասում է, եւ պիտի գիրառեմ նրանից։ Հա, սրա հետ չեն կարող խաղալ։ Բայց եթե այդ տպավորությամբ լինենք, որ ինչա լինի, ես պիտի այսպես կարոզեմ, կամ իրենց ուզածին պես պիտի չանեմ, իմ ուզ այսպես պիտի անեմ։ Լսարանը կարևոր է։ Հիմա եղբայրներից մեկը աշխապտվա գդրվածքով բամը կասեր, ասեցի որ նայ, եթե ասեցի մեկը ինձ տեղը հրավիր է, հիմա կարող է որ որոշ եղբայրներ դարբեր քաղաքապար ունեն, չեմ կարող բան ասել, ամեն մեկը ազատ է իր խղճմտանքի համացան։ Ես օրինակ եթե դեմը գնամ եղբայրը օրինակ, եթե մխիտար եղբայրը ինձ հրավիրեց կամ սամ եղբայրը հրավիրեց, նրանց եկեցին, ես նկատի կառնեմ նրանք ինչ տեսակի ծառայություն ունեն, ինչ վարդապետություն ունեն եւ նրա համացայն ազոխոսքը մեծ է, խորունգ է, լիքը բաներ ասելիք կա եւ բատկամս կենտրոնանում է այդպիսի բաների վրա։ Ես այնտեղ չեմ իբր հյուր խոսող, որ զոր օրինակ, նույնիսկ եթե համոզված եմ, որ մխիտար եղբայրը կամ սամ եղբայրը թե գործնական առումով, հոգևոր ապրելակերպով կամ վարդապետական առումով փամը գա, որ ես համացան չեմ նրա հետ, ես նրան ճշտելու չեմ եկած այնտեղ կամ ժողովրդին։ Եթե հնարավորություն նա է, օրինակ մխիտար եղբայրը ասած է, որ նրանց մոտ կամ վարդան եղբայրը առնվազն 2 անգամ ասած է, մինչև գներեք չեմ կարողանում դեր, ուզում եմ գալ, ինչու՞ չէ, ոչ թե անպայման քարոզի բանով, դեր կա լինել պաշտամունքի, բայց եթե ծառայությամբ լինի, ինչու՞ չէ, բայց երբ որ այնտեղ լինեմ զորնակ քարոզի բանով, նպատակս չէ ոյ մեկու սրբակրելը, որտեղ այդ հոգին շիդակ չեմ տեսնում։ Ուրիշ ադեններ կա, որ օրինակ եթե եղբայրը ասե, ով եղբայրներ, այս թեման ես հագարակ եմ քեզ, բայց ուզում եմ խոսել այդ։ Սուրճի գնանք։ Հաց ուտենք միասին խոսա։ Okay, ես իմ կապարս կասեմ անգյացապար, ինչ որ համոզված եմ Սուրբ Գրքից, չեմ բահում սա։ Բայց լավ չէ, երբ որ քո լսարանը դու չգիտես լավ, եւ նրանց վրա բարդատրում ես մի բան, նույնիսկ եթե շիդակ է, ինչու՞։ Որովհետև դու արդեն վատ օրինակ լինում ես, Սուրբ Հոգին կարա կործել նրա ճշմարտությունը, ես ագարակ չեմ նրան։ Կարա կործել նրա ճշմարտությունը, մարդկանց մտքերում մեջ բան արտնցնել, բայց դու այդպես անելով մեծամասնությունը պիտի ասեն, որ այս մարդը, լավ բաներ ասեց, բայց նրա գեցվածքը չավանեցինք։ Եվ այո, ուրիշ շատ հնարավորություն է չես ունար, էլի երկրորդ անգամ ալկալու, եթե ուզենանք աս։ Ինչու որովհետև թիվ 1 իբր եկեղեցի, նույնիսկ եթե նոր եկեղեցի մգնացիր, որ քո հարավանության հետ կապ ունի։ Հիմա առաջին րոպեից ժողովուրդը հասկացիր ով է։ Ես չեմ ասում, որ առաջին րոպեից ազոխոսքը իրավունք չունես կարոզելու, բայց նկատի ունեցիր, որ ժողովուրդը պետք է քեզ ջանչնա, քու սիրտը պետք է գիտնա, որոշ ժամանակ պետք է։ Եթե մեկ անգամից սկսես բաներ ասել, որ զորնակ ես համոզված եմ, որ ծեր մեջ կան մարդիկ, որ մեղքերով լի են։ Դու ով ես այդ բան ասես։ Ընդհակառակը, ասա որ եղբայրներ քուրեր ջան, մենք գիտենք, որ մենք մեղավոր մարդիկ ենք։ Ես ալ մեջ լինելով այդ խոնարհությունը պետք է։ Եվ միասին այստեղ ենք, իբր նոր հովիվ ծեր մեջ, ուզում եմ ցեզ լսել, հասկանալ ծեր սիրտը, հասկանալ ծեր մարդարավերները, ոնց կարամ ցեզ օգնել, ոնց կարաք դուք ինձ օգնել։
Եվ քարոզի միջոցով արդեն այո խրախուսանք կա, երբ որ քո ասենք խրախուսանքը հանդիմանության հետ ասենք թե հավասարակշռված է, բալանս է, ժողովուրդը ավելի լավ գնալ է, մտիկ կնե քո ասածը։ Բայց երբ ոնց որ մենք այստեղ ինքնին ցույց տալիս ենք, այստեղ ենք եւ ժողովուրդը այստեղ է, սխալ է ադիգա։ Սխալ է։ Որքան որ Աստծո կորձավորը դարիքով կմեծանա, հոգևոր փորձառություն կմեծանա, ինքը կհասկանա, որ դագավին շատ են քիչ գիտե։ Դագավին որչաբը փորձառություն ունի, անկան փորձառություն ունի, ուսում ունի, ասունյան կարևոր չէ։ Դագավին ոչ մի բան է առանց Աստծո շնորհքին, եթե դերը իրեն այդ օրվա շունչը չդա, դերը ասե այսօր դու մի դիգաս։ Վերջացավ։ Ինչու դերը ինձ կամ քեզ պետք ունի։ Ոչ մեգենից պետք չունի։ Անգեզ ասեմ, այսօր կարող է ես լինեմ աստեղը, ուրիշ եղբայրը լինի, դերը ինք կարող է, եթե ուզենա, ինչպես որ Մգրդիչը ասեց, Աբրահամի որդիներ հանե այս քարերից, Մատթեոս 3։ Եթե ուզենա, այսինքն ստիպված չէ ինքը։ Ինձ հետ մնա, կարծես թե ես անփոփոխ եմ, սա առումով։ Այդ խոնարհությունը պետք է լինի, այդ բաները նկատի ունենալով եղբայրներ ջան, մեր լսարանը մենք ծառայենք, հոգ տանենք նրանց, որովհետև մեր կարոզապանությունը չենք կարող բաժնել մեր հոգադարությունից նրանց հանդեպ։ Հովիվը միայն այնտեղ չէ, որ միայն կարոզն է եւ վերջ։ Հա, կարևոր է կարոզը, շատ կարևոր է կարոզը, առողջ կարոզը շատ կարևոր է, բայց միևնույն այդ կորզնական ծառայությունը միասին ժամանակ անցկացնելը, շփվելը, աղոթելը, խորհրդատվությունը, այցելությունը, այդ բոլորը դեղը ունին, որբեսի մարդիկ քեզ ճանչնան իբր Քրիստոսի ծառա։ Եվ դու էլ նրանց ճանչնաս, որքան որ նրանց ճանչնանք, այնքան ծառայում ենք ավելի ազդեցությամբ միմյանց։ Հա։ Սիրով։ 3 ամիս անգամ լավ է, այո։ Լավ կապարեմ, այո։ Ես ալ միասին, այսինքն ավելի մեր եղբայրներին ծանոթանալ, մեր ժողովրդին ծանոթանալ, այո։ Եղբայրս ներ, կարևորը իրար հետ Դիրոջ ներկայության առջև լինել եւ ինչու՞ չէ։ Նայեցեք եղբայրներ ջան, հիմա այո, ես իմ հավատամքս ունեմ, միասին արդեն համագարկային աստվածապանություն արեցինք։ Եվ տեսակ որ որոշ բաներ կա մեջը, որ կարող է ես ասենք թե դարբեր հավատում եմ, քան թե ինչ որ դուք հավատում եք։ Եվ շնորհակալ եմ, որ խոնարհաբար մտիկ արեցիք եւ համբերող էիք, բայց սա չի նշանակում, որ եթե մեկը Աստծո զավակ է, չի նշանակում, որ ես նրա հետ հաղորդակցություն չեմ կարող ունենալ։ Նայ, երբեմն մարդիկ կասեն, որ ոնց մեկը կարա նույնիսկ զոր օրինակ ասեմ, օրինակ արաքելագանի մի հետ, կաթողիկեի մի հետ, խարիզմատի մի հետ եւ այլն, նայ, եթե Աստծո զավակ է, կարամ հաղորդակցություն ունենալ հետը։ Այո, որոշ բառը կարող է համացան չլինենք, բայց սա չի նշանակում, նայ, երկնքում միասին պիտի լինենք։ Երկնքում միասին պիտի լինենք։ Եվ երկնքում այդ, ասենք, ոնց որ արգելքները պիտի չլինի, այդ հարավանային արգելքները, բայց վերադառնալով իդ մեր հանդիսադեսի բնույթին, նկատի ունենանք մեր ժողովուրդը, ով է, ինչ է, որքան ասուն են, որքան ասուն չեն, եւ նրա մացան գամած, հիմա զորնակ եթե մեր լսարանը երդասարտներ են, տերդագավի նորաբաշխարածներ են, մեծամասնությունը հոգեորապես հաստատված չեն շատ, այդպեսի բացատրական քարոզներ տանք, որ գամած նրանց հասկացողությունը բարձրացնենք։ Մեր լսարանն է, նույնիսկ հասուն լսարանն էլ, գիրագի օրվա։ Չլինի, որ ամեն ադեն նույն սևով, նույն մագարտակով, չէ, մի քիչ, հա? Հա, նույն գատը չես կարող դալ, գատը դեմը պիտի կա, որ բանջարեղեն, միրգ, մսեղեն, գամած հասկացողությունը նրանց բարձրանա, որովհետեւ նրանք էլ հոգեորապես աճեն, ինչու Աստծո շատ բաներ կա ասելիք եւ սովորելիք։ Հաջորդը, մեր բովանդակությունը, որ մենք խոսում ենք նրա վրա, քարոզում ենք, որ հստակ պետք է լինի, չէ։ Հիմա երբ տեքստը վերցնում ենք, այո, տեքստեր կան, որ ավելի բարձ են, ավելի թյուրուն է, թյուրայմաց է,
բայց ուրիշ տեքստեր կան, որ ավելի մի քիչ դժվար իմացեն, ինչպես որ Պետրոս Սարակյալի մասին խոսեցավ 2 Պետրոս 3-ում, ասեց, որ Պետրոս Սարակյալ դժվար իմաց բաներ կա, ասեց, որ Պողոս Սարակյալը գարթանք 2 Պետրոս 3 եւ դիրոջ համբերությունը 3:15 2 Պետրոս 3:15 եւ դիրոջ համբերությունը բրգություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն դրված իմաստությամբ գրեց ցես։ Նայեցեք, սա դարիներ յետ կնե, առողջություն, Հակոբ ջան։ Սա դարիներ յետ կնե Կահադացիս 2-ից։ Հիշում եք Կահադացիս 2-ում, եւ որ Պողոսն դիմացավ Պետրոսի ամենի առջև, ամենի առաջ ասաց, որ դու գեղձավորություն անում ես։ Դարիներ յետ կը Ուրեմն Պետրոս Սարակյալ չասեր, որ Պողոսը, չէ, մեր սիրելի եղբայր Պողոսը իրեն դրված իմաստությամբ գրեց ցես եւ ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին, դրանցում մի քանի դժվար իմաց բաներ կան, որ անուսները ու թույլերը շեղում են մյուս քրքերի պես իրենց հոգիները գորստյան մատնելու։ Այսինքն, բարձրապես դժվար իմաց բաներ կա, ասել չէ, որ պետք է անդեսենք եւ Պետրոսն ալ իրեն դրված իմաստության համաձայն ինչ որ դեր հայտնազե նրան, անշուշտ ինքը հասկացավ, որ այո, Պողոս Սարակյալ բաներ ունի իր քրությունների մեջ, որ մի քիչ ավելի խորն են։ Բայց սա չի նշանակում, որ կարևորություն պիտի չտանք։ Կարևորը հստակ պիտի լինենք։ Մեր քարոզի բովանդակությունը ըսածը բարձ պետք է լինի, հստակ պետք է լինի, ինչպես որ ասեցինք, եթե քարոզի զորօրինակ թեզիսը ինձ հստակ չլինի եւ նրա լրացումները ինձ հստակ չլինեն, ոնց պիտի մեր լսարանին հստակ լինեն։ Եթե ես հասկացած չեմ, ինչ խոսում եմ, հստակ չէ իմ ասած ցևս, ոճս, ժողովուրդը մենք մի չի ակնկալենք, որ նրանք հասկանում են, դժվար է։ Հա, երբեմն ամենքն իսա իբր քարոզիչներ, մեր պերանից կարա ելնել որոշ արդայություններ, որ մի քիչ խառնված կլինեն, հստակ չեն լինում, ինչու արագ խոսելու մեջ երբեմն գարանք ասել որոշ բաներ դարբեր ցևով, որ մենք այդպես չէինք ուզում ասել։ Կարող է լինել այդպես։ Այո, հետս ալ եղած երբեմն, որ հետո ասած եմ մտքիս մեջ, որ ես այդպես ճիշտ չուզեցի ասել, բայց այդպես ելավ։ Նրա համար է, որ որքան հստակ, այդքան ավելի լավ։ Այո, եթե կարող է քո միտքի processor-ըդ արագ աշխատի, արագ խոսաս, կարաս արագ խոսալ։ Եթե պետք է որ ավելի գամած խոսաս, գամած խոսա։ Սուրբ Գիրքը չի ասում, որ պետք է մենք արագ խոսանք, գամած խոսանք, բացատրական քարոզի նկատմամբ, այդպես բան չի կա։ Բացատրական քարոզը արագ խոսելու, գամած խոսելու հետ կապ չունի։ Հստակ խոսելու հետ կապ ունի։ Բարունակությունը, բովանդակությունը մեր քարոզի հստակ պետք է լինի։ Հետո նյութի դիրաբետում։ Անշուշտ մեր նյութը պետք է գիտնանք, լավ հասկանանք, նրա համար երբեք պետք չէ ասենք, որ ես ժամանակ չունեցա այս քարոզը պատրաստելու, ինչպես պետք է պատրաստեի։ Ավելի լավ այդ քարոզը մի դար այն օրը, հաջորդ շաբաթ դուր, պատրաստ եղիր, հաջորդ շաբաթ դուր։ Եվ հա, երբեմն որոշ բաներ կա որ մեկնաբանական, ասես որ այս տեսությունն ալգա, այս տեսությունն ալգա, մյուս տեսությունն ալգա, երբեմն մեկնաբանական բաներ կա որ քանի տեսակ, այսինքն քահապարներ կան նրա վրա։ Okay, գասես ինչ որ գասես, եթե քո պատասխանը ունիս, գասես քո պատասխանը, եթե չունիս, գասես հավանական է այս տեսությունը ավելի շիտակ է իմ քահապարով եւ այնտեղ գթողնես։ Գամալ կներկայացնես եւ գասես դերը հստակ ասած չէ, ասպես է։ Ինչ որ գարամ ներկայացնել այս չաբա, բայց մեծամասնությունը Սուրբ Գրքի, ասենք մեծամասնությունը 99% չասեմ, մեծամասնությունը Սուրբ Գրքի պատասխան ունի եւ մենք պետք է ճանասիրաբար աշխատենք դիրաբետել մեր նյութը ասելով, այսինքն մեր քարոզը որ մենք տալիս ենք, որովհետեւ մեր ժողովուրդը չմտածե որ եթե հովիվ եղբայրը, քարոզիչ եղբայրը ինքը պատասխաններ չունի, ամեն շաբաթ ինքը այսինքն քահապարս ասե, կարող է ասե պատասխանը, հնարավոր է սա լինի մեկնաբանությունը, չենք կարող շատ ասպես ասել։ Սա խոնարհություն չէ, սա զուլություն է, որովհետև Սուրբ Գիրքը պատասխաններ ունի։ Նրա համար ասի որ Սուրբ Գիրքը մեծամասնությունը պատասխաններ ունի։ Որոշ բաներ կա որ 100%-ով Սուրբ Գիրքը ինք ասված որոշած է որ չհայտնե, միայն գասենք ինչ որ դիտարկում ենք, կամ եթե որոշ տեսություն կամ տեսություններ կան, գասենք էսա կամ էդա։ Կարևորը այդքան։
բայց մեծամասնության մասին գարանք խոսալ պետք է որ մեր նյութը դիրաբետենք մեր քարոզի ներկայացման մեջ։ Լեզվի օգտագործումը։ Հիմա լեզուն, մեր տոնը, այսինքն ոնց պիտի խոսանք, մեր ցայնի ազջանը, հնչումները շիրակ պետք է լինեն, որ հնարավոր է, որովհետեւ չլինի որ խոսքերը ոնց որ իրար անցած են, անհասկանալի լինեն, որ արագությամբ, ինչ արագությամբ կարան կանել։ Այո, իհարկե, մենք զորոնակ մեր լսարանի մեջ ունենք դարեցներ, դժվար լսողներ երբեմն, երդասարտներ ունենք, որ նրանք ավելի արագ հասկանում են, բայց նրանք հոգևորապես կարող է այդ փորձառությունը չունեն հասկանալու այդ թեմաները, ինչպես որ դարեցներ ունեն, որոնք եկեղեցիում են երկարադենից։ So մենք պետք է այս բոլոր եղբայրներ ջան նկատի ունենանք մեր ցայնի ելևեջները, եթե մեկը միան մոնոտոն գերբով, միաբաղաղ գերբով, նույն ցևով խոսա, սա դասախոսություն է։ Երբեմն պիտի հիմա երբ օրինակ Նաթան Մարգարեն Դավիթի եկավ, դու ես այդ մարդը ասեց, անցնաբես կասեմ, հաստատ չգիտեմ որովհետև, չեմ ավադում որ Դավիթի ասեց, Դավիթ ջան, ցավդ տանեմ, այդ մարդը ումի մասին խոսում ենք, դու խոսում ես։ Գիտես ինչ, դու ես, այ վախենալով, չէ, Աստծո Մարգարեն է, դու ես այդ մարդը ասեց։ Դու ես այդ մարդը։ Ինչու որովհետև երբ օրինակ Սուրբ Գիրքը որոշ բաներ կխոսա, մենք ալ նրա համացան պիտի խոսանք։ Երբ Հիսուս օրինակ լացավ գասե Հովհաննես 11:35-ում, ինչու որովհետև այնտեղը մաս մկա որ Հիսուս կասե ինք ոչ թե միայն 11:35 ուրիշ տեղը գասե, հարաճեց գասե, խռովեցավ գասե։ Այդ խռովեցավը ոնց որ հիշում եմ, որքան հիշում եմ, ճիշտ այդ ձիերը, երբ նրանք այսպես որոշ ցայն մգան, այսպեսով Հիսուս իր այդ հոգու մեջ, այդ դարաբանկը դանչանքը, որ ինք տեսնում է ժողովրդի մոտ, որ լացում էին Ղազարոսի մահվա համար, ինքը նա խռովեցավ։ Այդպիսով։ Հիմա ինչու կասեմ սա, որտեղ որ Հիսուս լացավ գասե, թող չի լինի որ ինչպես որ 3-1-ը գասեր եղբայրներից, որ մեկը ասած է քարոզիչը, որ դժոխքի մասին խոսած անեկդոտով, ժբիդով, բանով, ոչ, դժոխքի մասին խոսանք լուրջ պիտի խոսանք։ Հիսուս լացավ եւ որ գասե, ժբիդ պետք չէ լինի այդ առումով, որ նայեցեք Հիսուս լացավ։ So գամ եթե ուրախ եղեք դերոճմով գասե Բողոս Սարակյալ Փիլիպեցիների մեջ դարձյալ գասեմ ուրախ եղեք ասի մի քիչ շեշտադրում պետք է լինի վրան քարոզիչը եթե ինք զորօրնակ հոգնած է վահադած է ուրախ եղեք էմոցիաների ճիշտ դրսևորում Էմոցիաները շատ կարևոր են քարոզի մեջ երբեմն կան մարդիկ որ գասեն չէ եղբայր էմոցիա պետք չէ ցույց տաս քարոզում որովհետև սա մարմնավոր բան է ով ասավ Էմոցիաները նրա դեղ ունեն առանց էմոցիայի դասախոսություն կլինի Չէ, ես այդ ժամանակ ասում դե առանց էմոցիայի քու թորնիկի հետ խաղաղ ու սիրի Հա առանց ցայներ անելու Երեք բան եղբորս տեսա իր թորնիկի հետ հերախոսով խաղալուց ուշքս քիչերում գնահատությունից էլի քիչերում նկարեի ոնց կարելի է աստծո հետ շփվել առանց էմոցիա կամ աստծո պատկանի տալուց էմոցիա չի Այո որովհետև մեր խանդավառությունը մեր գիրքը իղծը այդ բոլորը կարևոր են որ ներգրավված լինեն այո քարոզ կտարբերի հա եւ որ Սուրբ Գիրքը զորնակ ասում է ուրախացեք ուրախության պետք է եթե ասում է ասին լաց կա դխրություն կա դժոխք կա նրա համացան պետք է մեր տոնը լինի ոճը լինի նայված կլինի արդայությունը դեմքի արդայությունը լինի այս բոլորը պետք է նկատի ունենանք հետո հումորի ագանաբադ դաշտը the minefield of humor հիմա հումորը լավ դեր ունի եւ սխալ չէ հումոր անելը բայց ճիշտ տեղին պետք է լինի եւ նայեցեք ես չեմ ասում որ մեկը չի կարող ամեն քարոզի մեջ մի հատ հումոր ունենա օրինակ բայց եթե դժոխքի մասին խոսած հումորը էջ տեղ չունի կամ
գարոզը հումորով լինի, որ ժողովրդին ուշադրությունը գրավես, այդ մարդկային մարմնավոր դրամապանությունով, որ եթե հումոր լինի երդասարտները պիտի ներգրավեն, մտի գնեն քո գարոզում պիտի ներգրավեն։ Այսինքն հիմա նայ թարգմանությունը ինչպես ասի, իմ թարգմանությունն է գամ բարարանի, գամ Google-ի միջոցով, այսինքն the minefield, ինչպես որ դաշտում դեղ օրինակ բաներ կան, զգուշ լինենք, հա, այդ բանով, հումորը լավ է հումոր ունենալը, անելը, ինչու որովհետև խոժոր լինելն է բոլոր ադենը, նա էլ լավ չէ։ Եվ ես անցավես չեմ ավադում, որ օրինակ, Սուրբ Գիրքը կարող է չի խոսում, որ Հիսուս ինքը, ասենք, անեկդոտ մտվեց, պատմեց եւ այլն, այդպիսով, այդ արդարությամբ, բայց Հիսուսը մեզ պես մարդ էր, ինքն ալ մեզ պես էր, եթե դերը մեզ տված է, այս կարողությունը, որ մենք զորնակ անեկդոտ անենք, հումոր ունենանք, լավ ցևով, առողջ ցևով, դերը ինքը տված է, դերը ինքը հեղինակն է այդ բաներին։ Ինքը պետք է ունենար սա։ Սուրբ Գիրքը բարձրապես որ չի ներշնչած այդ մանրամասն չի խոսած, սա չի նշանակում, որ Հիսուս չեր ժպտում, չեր ուրախանում։ Մենք գիտենք, այո, ինքը հորը անտեպ եւ որ աղոթում էր, ուրախանում էր, րջվում էր, շնորհակալություն տալիս էր։ Հա։ Ես չեմ ոչ քննադատում եմ, ոչ էլ բան։ Հիմա պետք է մտածեմ ավելի, որ ասեմ օրինակ, նա Հիսուս երբեմն մի քանի բաներ ասեց, որ կարող է մարդիկ ասեն գամ հումոր է, գամ սարկազմ է, օրինակ որ խոսեցավ պարիսեցիների վրայով գամ ասեղը ուղդ ասեղի ծագից անցնի եւ այլն, գիտես, թե ասենք իբր այնադեմվա ասացվածք եւ թե ալ մեջը միտե հումոր գար, սարկազմ գար, ինչ էր դիրոջ նպատակը, որովհետեւ մեզի բամը սովորեցնեն նրա միջոցով, որ այո, կարող է ասի մեկը հումորի միջոցով ալ բամը սովորեցնե։ Ինչպես։ Հա, ասացվածք է, մեկը գարա ադի լսելուց հետքը ոնց որ հաջելի թվի նրան, ուրիշը գարա մտածի աս, իմաստուն խոսք է, կախում ունի։ Հա։ Ուրախացեք փոքրոտ, որտեղ արդարությունից են, ասենք ուրախանալու կոչ հանող է կարա տխուր։ Հա։ Կարոզ չլա դասախոսության պես, դասախոսության պես լա, դիմացին ալես սկսի բան լա, կամ քնանական գարդա։ Դա քրտությունը կոչի դիցեր կոր, Պես աշխուժ Այո։ Այո։ Նիշ դասախոս ուսանող տարանջատում է։ Հարաբերություն հաղորդակցություն մոտիկացնում իրականացնում։ Կարոզը երբեք դասախոսություն պետք չէ լինի, իրականության նայես դասախոսությունն էլ երբեք միան դասախոսություն պետք չէ լինի, մի քիչ էներգիա պետք է լինի մեջը, ժպիտ պետք է լինի մեջը, գիտես, աշխուժություն պետք է լինի, հա երբեմն ավելի ոնց որ հանգիստ խոսակցությունով, երբեմն ավելի աշխուժությամբ, որովհետեւ դիմացինի ուշադրությունը, հետաքրությունը բաբանի եւ Կարոզը դա նույնը պետք է անի։ Պետք է նկատի ունենաս, որ այդ տեմպը որ ունես, Կարոզի հոսքի տեմպը, բաբանես սկզբից մինչև վերջը։ Ինչպես պիտի անես, պետք է որոշ դարեր դեղատրես Կարոզի դարբեր փուլերում, որովհետեւ այդ հետաքրությունը բաբանվի մինչև վերջ։ Որպես չլինի, որ օքեյ, ներածական լսեցինք, հիմա գիտենք պատկամը, սրանից հետ մենք գիտենք, որ մեր հովիվը արդեն մեզ պիտի քնացնե։ Հովիվը պետք է բամը ընե, որ չի քնացնե նրա լսարանին։ Հա։ Դու գնացիր, դու արտնցուր։ Այո, այո։ Հետո այդ ձայնի տոնալության մասին որ սովորում ենք այդ դպրոցը Քարոզի բանը որ անցնում ենք արվեստը, այդ բանը դասախոսն ասում է որ ճիշտ լավ է որ դու Քարոզը սկսելուց մի քիչ հանգիստ տոնից սկսես, տեմպը հանգիստ լինի, հետո դու գնալով մի քիչ ավելի բարձրացնում ես, որով ժամանակի ընթացքում ժողովուրդը ինչքան գնալով արդեն սկսում են հոգնել, այդ ձայնի այդ ազդեցությունը կարող է իրեն մի քիչ ավելի նույն տեմպի վրա պայժող։ Գախում ունի անց հիմա կարող ես հագարակը անել, այսինքն օրինակ պատկերազարդումով մը սկսես հետաքրական պատմությունով մը որ այդպիսի ուշքին անես ժողովուրդը խնդա
օրինակ դրամատրությունը բادرաստ ավելի լինի, ուղղված լինի ավելի մտիկ անելու, հետո ավելի մի քիչ տեմպը իջնա, հանգստանաս եւ շարունակես գախում ունի, ասեմ մի ցևով չեն կարող ասել մեր ներկայացումը կարա լինել, որտեւ ներածությունից առաջին լրացումը, երկրորդ լրացումը գախում ունի ինչ գրված է այնտեղը։ Եվ գախում ունի տվյալ լսարանի օթափողության կարևորությունը, որտեղ երբ որ ասենք լսարանը օթափողված չի, օթանց չունի ու շատ բազմությունը հավաքված է, բազում ճնշում ունեցողներ, հիվանդություն ունեցողները ոչ թե որ չեն ուզում կամ լավ կարող։ Այո։ Դրանից իրենց մրապաշտ։ Հիմա եթե զորնակ շատ շոկ լինի, կամ շատ ցուրտ լինի, դժվար է, որքան ուզենաս կենտրոնանալ, անցեանց կդարբերի ոմանք ավելի կարան դիմանալ շոկին, ուրիշները կարան դիմանալ ավելի սարը, ասենք թե եղանակին, քան թե ուրիշներ, բայց էլի դեմը գալիս է որ չես կարող այլևս լավ կենտրոնանալ, թե ուզում ես։ Նրա համար, այո, ներսը այդպեսի պետք է լինի, որ օդը այո բաճաճ պետք է, օդափոխված պետք է լինի, կամ ասենք ջերմ պետք է լինի, եթե ծմեր է այդպեսի։ Չէ, հիմա ճիշտ այնադեն է, որ ժողովրդին ասես, որ եղբայրներ քուրեր ջան, հանգստացեք, դակավին 35 րոպե ունենք։ Որպեսի փորձես նրանց, գադագով գասես, որպեսի նայես ուրիշ անգամ նորից վիդեոն է։ Չէ, այդպես չէ, ոչ։ Ոչ։ Մեկ ժամից հետո հետո անշուշտ մեր մարմնի վարկագիծը հետո ոնց մեր մարմինի մենք խնամք տանում ենք օրինակ գիրագի առավոտ եւ որ քարոզիչը եկեղեցի գալիս է հիմա մենք գիտենք եղբայրներ ջան որ եթե զորօրնակ ամուսնության գնանք մենք հյուր ենք ամուսնության party-ը կամ ասենք թե թաղումի գնացինք իբր հարկանք շորտիկով չի կարելի գիտենք սովորեցինք այսօր Արթուր եղբորը մեր լավակույնը գտանք ինչպես սովորաբար քարոզիչներ գասեն եթե զորնակ վարչապետին կամ նախագահին կամ թագավորին թագուին կոբիդի գնաս լավակույնդ կհակվես պիտի շորտիկով կամ տիշերտով բիչի մոդի կանաս որտեղ սա դիրոջ ներկայությունն է եւ մենք մեր գեցվածքով այս չեմ ասում որ ոնց որ աթամանտով ոսկեղեններով զարդարված $5,000 արժեքով կոստյում չգիտեմ ինչ որև մարդիկ այնադեն ինչպես որ Պետրոս Սարակյալ գասե գիները մեկ Պետրոսում որ թող չի լինի որ իրենք այդպեսի զարդարված մազերին հակուսին որ ուշադրությունը այդպեսի բաներով վրա լինի ավելի համեստ լինի, հա, որ այն զայրաղությունն կա։ Ես լավ ուզում եմ ակվել ինչու, որ ցույց տաս որ դու հարուստ ես, ցույց տաս որ դու փող ունես, ցույց տաս որ դու լավակույն ունես։ Մենք այստեղը ոնց որ competition-ի մեջ չենք, այսինքն մրցաշարքի մեջ չենք, մրցակցության մեջ չենք։ Մենք այստեղ դիրոջ արժև ենք եւ Տերը բաշխելու է գազեն կարևորը ներկայանալի լինի։ Քրիստոնյա գույները մենք պետք է ուշադրենք նորմալական գիները կամ զարակները բացատրական մենք եկան եկեցիներ կամ հովիգինը կամ զարակները բաց կանգնին ասին գիշուն բանը արես ասին պետք է մենք հովիգիններ կամ բականներ ամուշացուն են կամ այդ անդամներ կան որ եկեցի քալիս են բացված ասա պետք է ուշադրենք որ ասի հարմար չի եկեցի կարողես Հանրապես հարմար Տարպես հարմար չէ։ Միայն եկեցիում չէ, այո։ Ահա, Մարուսյան ջան, երկուսից միասին։ Եղբայրը ջան, մխիթա եղբայրը բամը գասի, բարձր հաճիկ։ Մի քրիստոնյա գնում է եկեղեցի, տան դուրը փակում է դուրս է գալիս փողոց որ գնա եկեղեցի, տեսնում ես սիրուն հակած կպասում ես սուր ես գնում հարսանիք։ Բայց եկա պաշտամունք է գնում, հետո գալիս ասում բա որտեղից եկար, ասում հարսանիքից։ Ասում բայց հարսանիք չկար, ասում իմ տիրոջ տունը ինձ համար հարսանիք է, սենց ակնառու տիրոջ տունը։
Ուրեմն մեր մարմնի վարկակիցը, մեր ժեստերը, նայվածքը ժողովրդի հետ նրա համար ասեցինք, որ բոլոր ադենը մեր ասենք ծերակրին գբաց չլինենք մեր աչքերով։ Գամ եթե ֆուլ ծերակիր ունենք, գամ այսինքն մասամբ ծերակիր ունենք, խնդիր չէ, բայց չլինի որ միշտ մեր աչքը էստեղ է եւ ժողովրդին չէ։ Գամ մեծամասնությունը միայն ժողովրդին է եւ հազիվ էստեղ նայում ենք։ Սա է խնդիրը, որովհետեւ եղբայրը որ բոլոր ադենը ժողովրդին գնայ եւ իր ծերակիրին շատ չի նայում, ասել է որ շատ բաներ պիտի բաց թողնե, որովհետեւ հնարավոր չէ։ Եղավ դեր հետելից։ Ամենուց մանավանդ քեզի։ Մերսի։ Եղավ։ Շնորհակալություն։ Եղավ։ Հաջողություն։ So թե մեր ծերակիրը օգտագործել է եղբայրներ ջան եւ թե անշուշտ ժողովրդի հետ այդ աչքի կոնտակտը բաբանելը կարեւոր է։ Մի քիչ էստեղ, մի քիչ այնտեղ, երբեմն մեկը կարող է 1 րոպե, 2 րոպե ժողովրդի հետ խոսե, դո 1-2 րոպե տեքստի հետ կա, իդ այդպես այդ փոխ հարաբերությունը շատ կարեւոր է։ Եվ սա էլ մարմնի վարկակցի, սկեստի, սրությանը, անշուշտ մեր մարմինն ալ ուշադրություն պետք է խնամք տանենք։ Երբեմն կան մանավանդ օդար քարոզիչներ, հիմա չեմ կարծում Հայաստանում կա, բայց օդար քարոզիչներ կան օղով, երկար մազերով, կարող է որ արդարոց գույնս գույն կամ մազերը ոնց որ այսպես հյուսած աղջկա նման ինչու կան այդպես եկեղեցիներ մանավանդ Ամերիկայում եւ այլն մեծ եկեղեցիներ որոնք շատ մարդիկ ունեն հա եւ լիքը մարդիկ որ դրսից գալիս են երբեմն մարդիկ կա որ կարող է ավադացյալա չեն որովհետեւ հաջեցնեն նրանց բայց ավելի լավ է նորմալ դղամարդու գերբարանքով ներկայացիր հա Հիմա էլի եղբայրներ ջան, ես չեմ ասում, որ մեկը ամենալավ, չգիտեմ, Gucci կոստյում ակվի, կամ Ralph Lauren շաբիկ, կարևորը ներկայանալի եկեղեցիում։ Շաբիկ ակած ես, հա, մազերը սանդրած ոչ թե այսպես թափ-տպած բան։ Եվ գիներնա նույնպես, Սամ եղբորս ազի նման, գիներնա նույնպես, այո, գիրը որ եկեղեցի գալիս է, որ արդարոց ակած է, բան փորձություն է Չինայած որ դղամարդը ինք այդ բարդականություն ունի զգուշ լինելու, ասել չէ որ ինքը այդպես ակած է սելով դու այդպես նայես չէ, բայց երկու կողմից ալ շատյուն միտնես։ Երկու կողմից էլ։ Ինչու որովհետև երբեմն կա, հա, երիտասարդ աղջիկները եկեղեցի գալիս են, երբեմն հակվածնին, ինչ որ դուրս հակվում են, եկեղեցիում ալ հակվում են։ Նրա համար ինչպես եղբայրները ասեցին, ընդհանրապես պետք է ինչ որ եկեղեցիում դուրս անեն, ինչպես դուրս եկեղեցիում անյունը պետք է լինի։ Չէ՞ թե ոչ մենք աստեղ ոնց որ երկու ստանդարտով ապրում ենք եկեղեցիում գիրակի օրերը դարբեր դեմքով շաբթվա գիսվածքով ուրիշ դիմակից ունենք մարդկանց առջև so այսպեսի բաներ ջան քարոզի ներկայացման նկատմամբ այո մեր ժեստերը հիմա մեկը որ բոլոր ադենը ցերկերը ասպես շարժումը բան մի քիչ խանգարում է մարդկանց բայց մեկը որ միան ասպես ռոբոտի նման կանգնած է բոլոր ադենը դա լավ չէ դա լավ չէ Հիմա նե, ոմանք կա, որ միան ամբիոնի գբաց կլինեն, ոմանք կա մի քիչ գնան կա, նե, ես սովորաբար ամբիոնի հետ եմ, բայց սա չի նշանակում, որ երբեք չի եղած, որ մի քիչ ամբիոնից հեռու կացած եկած եմ, բայց երբեմն ալ ուրիշներն ալ հագարակը, ոնց որ ցածգում են, վազում են, չգիտեմ ինչ, չդակ չէ։ Ամբիոնը խանգարում է երբեմն։ Ամեն խփում են զալի ներկայացնել խփում պարկաստում են չկրակ։ Զորություն Հետո այո, այս բոլորը մեր ժեստերը, քայլվածքը, եկեղեցիում ալ, ոչ թե միայն ամբիոնում, գեցվածքը, իբր քարոզիչներ, հետո նույնիսկ նայեցեք, հովիվներ կան, որ շատ շուտ գրդնում են, ես իմ մասից խոսամ, և նրա համար պետք է նկատի ունենամ, որ դևերից տակը ուշադրություն ունեմ, երբ որ մանատ օդը շոկ է, Ծմերը չեմ խոսում, ավելի որ օդը շոկ է։ Հետո կամ Կոպերնի հոդը։ Եվ քարոզը վերջանա, ոնց որ կոնֆետը կամ ծամոնը փամը որ գիտես, ինչ որ գոքնե, որպես ինչու որտեղ ասված մեզի ստեղծած է այդպես որ կարող է որ մենք մի քիչ հոդինք կամ մեր բերանից ավելի հոդը ելլե, սո նկատի պետք է ունենանք։ Շաբաթօրը քաշ շուտեր գնալ եկել։ Այո, շատ սխտորով չլինի։ So, այո, նայվածքը, գեցվածքը, ժեստերը, խոսակցությունը, հոդը,
Այդ բոլորը կարևոր են մեր ներկայացման մեջ։ Միայն չասենք, որ ես զորնակ 10 ժամ, 20 ժամ ինչ որ է դվեցի, պատրաստեցի, հիմա կարևոր չէ, մնացածը թող նրանք, այսինքն իմ հետ օքեյ լինեն։ Ներկայացումն ալ քարոզից մասն է։ Չենք ուզում որ մի խոչընդոտ դնել մեր քարոզի ներկայացման մեջ։ Բացատրական քարոզի որ գասենք, հա, սա բոլոր քարոզի համար է, միայն բացատրական քարոզի համար չէ, բոլոր քարոզի համար։ Բայց մատուցելու ձևն է։ Հա, իհարկե։ Այո։ Բաղադրիչները այստեղ են, ամեն բաղադրիչները արջև դեն։ Ոնց պիտի ներկայացնես, ոնց որ սիրուն ներկայացում ունի, տաշկինակ է այստեղ, ասենք գտալ է այստեղ, տանակ է այստեղ, եւ այլն, աբսեն է այստեղ, ամեն ինչը, ինչպես։ Մարտանը ցեղանը դնում որ թեկուս տես մի յուրահատուկ բան է չկողտելու, բայց իր դրա ցեղանից ախորժակը բացվում է, հետաքրքրությունը, տրամադրությունը։ Քարոզի ներկայացում։ Հիմա մի քիչ խոսանք եղբայրներ ջան քարոզի գնահատում։ Հիմա քարոզի գնահատում երբ որ գասենք, ինչ որ մինչև խոսեցանք, այս շաբլոնումը եւ ես սա ուրիշ անգլերենով շաբլոնից մարած եմ եւ ոնց որ հայերեն թարգմանեցի, որբեսի ներկայացնեմ։ Հիմա եւ քարոզի գնահատում գասենք երկու բան կա։ Թե քարոզի գառուցվածքը կա եւ թե նրա ներկայացումը կա, այսինքն քարոզի բովանդակությունը եւ թե նրա ներկայացումը։ Ինչ որ այդ երկու մասերն են։ Հիմա թիմ 1 եւ որ ներազություն գասենք, ներազությունը անշուշտ ինչ կան է, ապահովում է հետաքրքրություն։ Կարևոր է որ մեր ներազությունը նպատակային լինի, այսինքն նպատակով լինի, որ մենք կարողանանք մեր ներազությունը այնպեսի մտալ, որ ժողովրդին հետաքրքրությունը ստանանք նրանով։ Նրա համար մեր ներազությունը կարևոր է։ Աշխատենք վրան, մտածենք սկզբից ինչ ներազություն պիտի անենք, որ ժողովուրդը թող չի լինի, որ այսօր բացեք սուրբ գրքերը, այս ինչ հատվածից եւ սկսենք, հայդե։ Չէ։ Ներազությունը գնդկրգե քարոզի թեման։ Քարոզի թեմայի վրայով դու գխոսած ներազության մեջ պատկերազարդումով է, հղումն է, բանաստեղծությունն է, ներկայիս ժամանակագից պատմությունն է, քաղաքական նույնիսկ լինի։ Երբեմն կարող է որ քաղաքական բանը ասես, բայց զգուշ պետք է լինենք, ինչ պիտի ասենք։ Ուրեմն ներազության նպատակներից մեկը սա է, որ պետք է ապահովի հետաքրքրություն։ Այո, ներազության մեջ քարոզի նպատակը գլխավոր այդ արտահայտությունը այնտեղ պետք է լինի, առաջարկը, թեզիսը այնտեղ պետք է լինի եւ տեքստին գոմնորոշված պետք է լինի։ Ինչու որովհետեւ եթե ներազությունը տեքստի հետ կապ չունի, դու սիրո մասին խոսում ես, տեքստը ավարտքի մասին խոսում ես, տեքստը սիրո մասին չկա, այն օրվա տեքստը։ Զորնակ երբ որ Պողոս Արաքյալ Եփեսացիս 2:8-9 սիրո մասին չի գա, շնորհքով բրգվածեք հավատի միջոցով գործերից չէ, որ մեկը չբարձրանա։ Սիրո մասին չի գա։ Սիրո մասին ես չեմ ասում, որ ագնարկը, անցողական ագնարկը անել, 1-2 ինչ որ է, բայց եթե քու կենտրոնացումը ազո սիրո մասին լինի, այնտեղ տեքստից չէ։ Տեքստի գոմնորոշված պետք է լինի։ Հետո անշուշտ ներազությունը պետք է այնպեսի մանե, որ լավ անցում դա թեպի հիմնական քարոզի կապարը, քարոզի խորհուրդը, քարոզի մայր կետը։ Եվ այո, քարոզի հիմնական կապարը պետք է հստակորեն ներազության մեջ սված լինի։ Նամանավանդ առաջ որ այդ անցումին անցնես, ես սովորաբար այդպես կանեմ, առաջ որ առաջին լրացումին անցնեմ, արդեն լրիվ թեզիսը թեմայով հոգնագի կոյականի գաբակցությամբ այնտեղ կներկայացվի, հետո առաջին լրացումից կանցնեմ, որ ժողովուրդը հիշե, որ իմ թեզիսս լրիվ ինչ է հոգնագի կոյականով, զորնակ ազո սիրո 3 դրսևորումները, ազո սերը թեման է, 3 դրսևորումներ հոգնագի կոյականն են, 3 դրսևորումները իմ լրացումներն են, գետերն են, կամ ենթագետերը, այդպիսով։ Հետո նկատի ունենանք, թե ճիշտ երկարության է, չէ ոչ։ Այսինքն ներազությունը, եթե 35-40 րոպե կարոզեցիր, 15 րոպե վերցեցիր ներազությունը, որ 35 րոպե կարոզում ես, չէ՞ միայն 5-7 րոպե էր շատ։ 40 րոպեի մեջ 5-7 րոպեն արդեն հերիք է։ Ինչու՞ որովհետև
այդ համեմատությունը նկատի պետք է ունենք, եթե 30 րոպե քարոզ է, 5 րոպե ներածություն է կամ 7-ը, 3-ից 4 սալ սեմենք թե վերջապանն է եզրակացությունը։ Հիմա քարոզի մարմինը, այսինքն այդ գմախքը ասելով, հիմա գմախի մասին որ խոսանք, այսինքն ստրուկտուրը, նրա գառուցվածք ասելով էլի տեզիսը եւ նրա լրացումները, նրանց մասին խոսում ենք։ Եվ որ միսի եւ մգանները գխոսանք, միսի եւ մգանները մեկնաբանական բաները, մեկնաբանությունը, բարերի հետազոտումը, շարայուսական ատկաբերը մի քիչ հետ կգխոսանք։ Ուրեմն հիմնական կապարը մարմնի մեջ պետք է բարձ է եւ ամբողջ քարոզի մարմնի ընթացքում այնտեղ պետք է լինի։ Չեն կարող ասել, որ ես մի անգամ ներազության մեջ քարոզի տեզիսս ասեցի եւ չեմ ասում այլևս, պետք չկա։ Չէ, ամեն մի լրացումին որ անցնես, պետք է ասես, ազոսիրո երկրորդ դրսևորումը սա է, ազոսիրո երրորդ դրսևորումը սա է, որպես ժողովուրդը հիշի ինչի մասին է եւ ասին քանի վարգյան արավ այդպես ասելս 3 վարգյանի մեջ ասեցի ասելիքս եւ անցա տեքստ իդ լրացումին մեկնաբանության գիրառման հետո հիմնական գեդերը այսինքն լրացումները բարձ պետք է լինեն հստակ պետք է լինեն հիմնական գեդերը ներառում են հիմնական կապարը քարոզի մայր կապարը ինչ է ազոսերը օքեյ իմ հիմնական գեդերը իմ լրացումները ազոսերը ասպես է ազոսերը ասպես է եւ երրորդ ազոսերը ասպես է հետո լավ ենթագառուցված պետք է ունենա հիմա եւ որ ենթագառուցված կասենք այսինքն պետք է որ իմ լրացումները եւ նույնիսկ եթե ենթա գեդերալ գանդակը ոնց որ լավ պետք է դասավորված լինի մեր խոսակցության հոսքի մեջ որ չլինի որ հետո ասենք գներեք եղբայրներ ջան ես մոռացած եզի պիտի ասեի երրորդ համարում հիմա որ մենք 8-րդ համար ասանք բայց երրորդ համարում էսալ ունեի ասել արդեն 8-րդ համարում ես ինչու երրորդ համար հետ գնաս հա եթե դարին մեկ երկու անգամ այդպես բան բադայեցավ օքեյ բայց եթե մեկը սովորաբար շարունակաբար այդպես կանե խնդիրը ասել է որ իր կորձը շիդակ չի արած քոնը նշումներ թող լինի արջևդ որ գինաս ուր հասար քարոզի ընթացքում ներկայացման ընթացքում հետո անցումներդ սահուն պետք է լինի եւ վերանայման պետք է լինի ինչպես պատկերացրեք առաջին լրացումից երկրորդ լրացում անցումը նայ եւ որ նայեցեք եղբայրներ ջան եւ որ ներածությունը արեցինք մեր թեզիսը հստակ արեցինք ազոսիրո 3 դրսևորումներ օքեյ եւ հետո բացմությունը բացմեցինք զոր օրինակ ազոսիրո մասին կամ ընդհանրական առումով կամ ազոսիրո մասին որ առաջին լրացումի հետ կապ ունի զորնակ ազոսերը զորնակ զոաբերական է զորնակ օքեյ կարող ես դու նատե բացմությունը բացմել ինչպես որ հայրը իր զավգի անտեպ զոաբերող եղավ եւ հիմա գասես ուր մնաց մեր Աստվածը ինչպես ինք իր կյանքը դվեց իր որդու միջոցով առաջին լրացումը ազոսերը զոաբերական է սահուն անցում հստակ անցում եւ վերանայմամբ ինչ ասել է երբ դու զորակ առաջին լրացումի ամբողջացրեցի երկրորդ լրացումին գնացիր մի հատ հակիչ վերակամ արա հիշում եք որ իմ օրինակներից ցույց տվեցի ես սովորաբար վերնակիրը լրացումի տեղինով ընդգծում եմ բայց կաբույդովը նրա վերև նախորդող լրացումի հետ կապ ունի պարզապես արագ վերանայումը որ իշեցեմ ինչի մասին էր հետո հաջորդին ասում եմ սովորություն է այդպեսով հետո գառուցվածքը քարոզի արդյունավետորեն գրգնվում է եւ ինչպես կասենք կառուցվածքը ինչ ասել է սա ասի քո տեզիսը եւ որ առաջին լրացումից երկրորդ գնացիր շիդակցեով ազդեցիկ ցեով արդյունավետ ցեով գրգնե ազոսիրո առաջին դրսևորումը սա էր ազոսիրո երկրորդ դրսևորումը սրա մասին խոսում ենք եւ որ արդյունավետորեն գրգնվում է որ չլինի որ առաջին գետ երկրորդ կետը նայենք երրորդ կետը նայենք չէ եւ անցումներու մեջ արդեն դու գարաս գամ այդ լրացումի մասին որ հիմա արդեն խոսեցար նրա վրայով մի քիչ եւս ագնար գնել պատկերազարդում մտալ համար մգարտալ նրա վրայով էլի գաբել հաջորդի հետ կամալ երկրորդ լրացումին պատրաստվում ես նրա վրայով օրինակ բան ասելով պատկերազարդում մտալով սա գմախքը
Գմախ կասենք ինչու որովհետև սա գապ ունի քարոզի գառուցվածքի հետ, նրա թեզիսի թեմայի ենթագետերի հետ։ Հետո միսիա մգանները, հիմա սրանք անշուշտ գապ ունեն մեկնաբանության հետ։ Սրանք գապ ունեն մեկնաբանության հետ։ Բարաբաշարային, որ գասենք լեքսիկական արդյունավետ նկարագրություն։ Ինչ ասել է սա։ Հիմա երբ մենք քարոզ պատրաստում ենք, լիքը բարեր կան մեջը, բայց գլխավորները որոնք են։ Եթե արտարացում կա, մեկը կարող է չգիտնա ինչ ասել է արտարացում։ Արտարացումի ինչ է, իմաստը ինչ է։ Հիմա եթե ազոսերը ասում ենք, գրեթե բոլորս գիտենք, օքեյ, բայց արտարացում մեկը կարող չգիտնա, դու պետք է այդ լեքսիկական գործարքը անես եւ բացադրես, մեկնաբանես, սահմանես, արդյունավետորեն այդ բառը նկարագրես։ Երբեմն նույնիսկ նկարագրությամբ պագարասանել, պատմությամբ պագարասանել, որ արտարացում ինչ ասել է, պատկերազարդումը բերելով։ Հետո քերականական արդյունավետ նկարագրություն։ Հա, ինչ որ պետք է որբեսի այդ սահմանումը, այդ տերմինի հստակ լինի, այդ բառի հստակ լինի։ Եվ նույնիսկ քերականական արդյունավետ նկարագրություն։ Հիմա եթե նույնիսկ 2-3 համար կարոզում ես, լիքը քերականական հարցեր կան, բայց սա չի նշանակում, որ ամեն մի բայի հետ պետք է գանգնես եւ բացատրես ինչ է։ Խորը գնաս։ Բայց բայեր կան, որ գենսական են, պետք է բացատրես, եւ որ ասում է զորնակ Քրիստոս մեզ արդարացրեց։ Այդ բայը իմաստ ունի։ Եվ որ ասած զորնակ, եւ որ Սուբկիկը ասում է, ես Պողոսս ասում եմ ցեզ։ Հիմա բիչի այդտեղը հոլովես զորնակ ասում է ինչ է, վերլուծես ասում է ինչ է, բայց եւ որ ասեց Պողոսը, ես ասում եմ ցեզ, որ Քրիստոս ցեզ արդարացրեց, այն adեն արդարացրեցը սպավես նրա հետ։ Եվ այդպես ընդրովի պետք է նկատի ունենաս, որ գլխավոր բայը կամ քոյականը կարևոր է որ բացադրես, սահմանես, պատկերազարդես, որովհետեւ մեր հասկացողությունը իբր լսարան ավելի արժեքավոր է իմաստը այդ բարին, այդ բային, այդ կոյականին, այդ շարայուսական գաբին, ինչու որովհետև երբեմն շարայուսական գաբեր կան, Քրիստոս մեզ արդարացրեց, օքեյ, սա ինչի հետ կապ ունի, մեր փրկության հետ, մեր վերստին ծնունդի հետ, ուրիշ ինչ կապ կա համատեքստում։ Հետո համատեքստային արդյունավետ նկարագրություն, իհարկե համատեքստի մասին մեր մեկնաբանության մեջ պետք է նկատի ունենանք, եւ մեր համատեքստներու մասին խոսեցանք։ Համատեքստը շատ կարևոր է, որ բաց չթողնվի։ Հետո աստվածաբանական ճշմարտությունների բացատրություն։ Եթե վերստին ծնունդի մասին խոսում է, բարձրապես մի ընդհանրեք, որ ամեն մարդ հասկանում է վերստին ծնունդը ինչ է։ Նիկոդեմոս չհասկացավ օրինակ, վերստին ծնունդ ինչ ասել էր։ Այսինքն պետք է խոսենք նաև վերստին ծնունդի հետ կապված։ Հա, այսինքն այո, բացադրե ինչ է վերստին, աստվածաբանական տերմին է, միայն բառ չէ, վերստին ծնունդը ոնց որ մեր կով արդայություն է։ Իքան հայրենով երկու բառ է կազմված է։ Okay, բացատրե։ Հիմա ամեն բանի պետք չունես կանք առնելու, բայց որոշ տերմիններ կա աստվածաբանական պետք են որ վերլուծում անես, սահմանես, բացատրես, մեկնաբանես եւ այլն։ Հետո գենսական օրգանները հիմա այդպեսով նկարագրված եմ, այս վերնակիրներին շատ կարողություն միդակ, այս շաբլոնը քան այդ մաներ օգտագործում էր, ես բարձրապես թարգմանեցի։ Արդյունավետ նկարազարդումներ, խոսած ենք սրա մասին, գիրառումը պետք է հստակ լինի, ուժգին լինի, մատնանշված լինի, այս պետք է հստակ անես գիրառումը ինչ է, նկարագրական արդայություններ գարասանել, զորնակ ինչպես որ դերը խոսա օրինակ կասե, դեսեք կասե դաշտի շուշանները, ինչպես հայրը գերագրում է, նկարագրական բաներ, այսինքն ֆիզիկական աշխարհի հետ կապ ունեցող դուք եք երկրի աղը, դուք եք երկրի լույս ինչ ես ֆիզիկական աղ չեմ, մենք ֆիզիկական աղ չենք, բայց որոշ պատկերազարդումներ նկարագրական արդայություններ, որ մեր միտքը գարան աշխատցնել, որովհետեւ հոգեվոր ճշմարտությունը հասկանանք, որ շիդակ կիրառենք։ Եվ հետո, այո, մեր պաստարգը պետք է արգումենտը պետք է բարձ լինի եւ համոզիչ լինի։ Մեր նպատակն է համոզել մեր լսարանին, որ ինչ որ ես ասում եմ ցեզ այսօր, ճշմարտությունն է պետք է ընդունեք։ Նպատակը հեչ քարոզիչ մի եղած է, ճշմարիտ Սուրբ ոգով առաջնորդված, որ ասած է, այս քարոզում եմ, որ մենք Սուրբ պետք է ելանք, բայց դուք գիտեք, ասադեք ինչ որ գուզեք արեք։ Այդպես բան չի գա։ Չկա այդպես բան։ Դիրոջ խոսքն է, նրա հրամանն է, ընդրության հարց չէ, գամքի հարց չէ,
դիրոջ խոսքն է, կամ հնազանդությունը, կամ եղբայրասիրությունը, կամ միմյանց ներելը։ Եվ էլի սա անշուշտ քարոզի մարմինը, ներածական արեցինք մարմինը, եւ որ մարմինը խոսում ենք, էլի մարմինն ալ պետք է նկատի ունենանք ճիշտ երկարություն ունի թե ոչ։ Եթե ներածական օրինակ 5-7 րոպե է շատ 30 րոպե, 35 րոպե ինչ որ է, չէ՞ սա օրինակ 1.5-2 ժամ է։ Եզրակացությունը անշուշտ լավ կակատնագետի պետք է հասցնենք, խանդավառությունը պետք է բայենք, լավ անցում պետք է լինի մարմնից թեպի եզրակացություն, քարոզի նուրբ համառոդակրում պետք է լինի, այսինքն քարոզը եւ որ ներկայացրեցիր, ամփոփեցիր, մենք այսօր Աստծո սիրո մասին խոսեցանք, որ Աստծո սերը կարևոր թեմա է մեզ համար, եւ հետո հիմնական քարոզի գեդը կապարը գասես եւ ենթագետի վերանայում կանես։ Միաբաղ չլինենք, բայց ոնց որ խորամանկ ցևով կներկայացնես, եւ բարձ ցևով, խորամանկ ասես, բարձ ցևով կներկայացնես, կասես որ Աստծո սերը այսպես է, նրա 3 դրսևորումներով։ Հետո գոչ կանես, էլի ուժգին պետք է լինի, հստակ պետք է լինի, բարձ պետք է լինի, ավետարանը պետք է նկատվի ոչ հավատացյալին, հավատացյալին, այո, էլի եզրափակից գոչ պետք է լինի, մի քխավոր, եթե հնարավոր է, մի քխավոր գիրառումով, վերջնական գիրառումով։ Եթե սուրբ լալու մասին է, սուրբ լինելու մասին է, հավատացյալ սիրելիներ ջան, հավատացյալ ժողովուրդ, սուրբ լանք, սուրբ լինենք Տիրոջ առաջ։ Կոնե մի քանի խոսքով անշուշտ, հա, եզրափակից գոչը, արի սուրբ լինենք, պատրաստ ենք, համոզված ենք, ինչ որ սերդեցինք, սա մեզ բավարար չափով համոզեց, խրախուսեց, որ սուրբ պետք է լինենք։ Եվ ավետարանը էլի ճիշտ երկարությունն է թե ոչ։ Եթե մեկը 15 րոպե վերցրեց միայն եզրակացության մեջ շատ երկար կլինի։ Հիմա կարոզի կնահատում եղբայրի ջան շատ բիտ չի անեմ, արագ մվրայում դասեմ, արդեն խոսեցանք մի քիչ առաջ սրա վրա, բայց այս շաբլոնի մեջ է, այս ձևաչափի մեջ է, արագ մգանենք։ Հիմա դարբեր ինտենսիվություն մեր խոսակցության մեջ ցայնի բազմազան պրոյեկցիա, ինչու որ ցայնը եթե նույնն է, միաբաղ է բոլոր ադեն լավ չի լինում, ցայնի բազմազան բարձրություն, խոսքի բազմազան տեմպ, համապատասխան դատարներ, դատարները կարևոր են։ Եթե մի մեկը խոսում է, դատարները կարևոր են, դատարները երբեմն կարևոր են, որ ժողովրդին աչքերուն նայես, քնած են կամ ոչ, հետաքրված են կամ ոչ, կամ նրանց աչքերուն նայելով դու ուզում ես ասել, որ սա լուրջ բան է։ Եվ որ ասես, Աստված ասպես ասում է մեզ որ անենք, ինչ կասեք, ժողովրդին նայես 3, 4, 5 վայրկյան, որբեսի նրանք դեսես գլուխնին շարժեն, օրինակ, եթե անգյաց են լավ բան է։ Կամ քնածի անուն տաս, չի կարելի ջան, համարում ջան։ Չի ադի լավ։ Հետո մարմնի անշուշտ անիմացիա, մարմնի այդ սևերը, դեմքի համապատասխան արտահայտություններ, համապատասխան ժեստեր, աչքի բազմազան շփում ժողովրդի հետ։ Հետո ռացիոնալական այդ ներկայացումը աղորդակրության առաջընթացքը համապատասխան պետք է լինի։ Ինչու որտեղ եւ որ առաջընթացքը ունես, թող չի լինի որ բան ասեցիր թեզիսում, բայց հետո ուրիշ բաներ ասում ես քարոզի մեջ։ Հավատքի մասին է, սիրո մասին չխոսանք։ Հետո ծանոթություն աղորդակրության բովանդակությանը, այսինքն դու դիաբետում ես թեմային, հասկանում ես թեման ինչի մասին է, համառոտ հողում գրառումներին, եւ որ ասի մի խոսքով դու այստեղ բոլոր ադեն չես նայում քո ծերակրին, նայում ես, ժողովրդին նայում ես, խոսում ես, այդ նայում ես այդպես ինքնապուխ, եւ որ անպատրաստից ասում եմ, սա բարձրապես մեզ համար դրեցի, որ հասկանանք ինչ ուզում ենք ավելի ասել ինքնապուխ, էքստեմպոր գասենք, էքստեմպոր մոդեցումը, էքստեմպոր համբադրաստից չէ, համբադրաստից կնշանակե մեկը որ պատրաստված չէ եւ բարձրապես խոսումը, էքստեմպոր կնշանակե ինքը իր բարդականությունը արած է, քարոզը պատրաստած է եւ բաներ կա որ ինքը նկատի ունի որ Սուրբ Օքին կարող է իրեն առաջնորդե որոշ ուղղությամբ քարոզի դրվածքով պատրաստ պետք է լինի որբեսի հաղորդե թող չի լինի որ ինքը գերին է նրա ծերակրին հիմա ուշադրությունը պետք է որ չասե Սուրբ Օքուն առաջնորդյան դա կես ասպես ասի որ դիմացինին վիրավորեց ադիքում արմնավոր բնավորությունը դեր քո բարդությունը դեր քան թե Սուրբ Օքու առաջնորդությունը ուրեմն այդ էքստեմպոր
ինգնապուխ մոդեցումը պետք է հագնհայտ լինի, որ չլինի, որ միան ցերակրի գբացես, գա միան ժողովրդի հետ անբադրաստից խոսում ես։ Հետո այդ գենսունակությունը, գիրքը, անձնական խանդավառությունը պետք է կոթոնը ապապատասխանե բովանդակությանը։ Հիսուս լացավ կամ ուրախ եղեկը, չէ՞։ Այս բոլորը կարևոր են, սրան մենք ասենք պաթոսը, այսինքն այդ զգացումներու արդայությունը, ինչպես մեր զգացումները մեր քարոզի միջոցով արդայդվում ենք։ Լոգոսը խոսքն է, պաթոսը այդ գիրքը, այդ ցանկությունը, խանդավառությունը, հետո էթոսը գա, ethos որ գասենք, մի անցիմը, ասենք գարձեցյալ բանը, բնութակիրը, նրա ազդեցությունը բնութակրի։ Ինչու գասենք, հիմա լոգոսը խոսքը, պաթոսը այդ գենսունակությունը, գիրքը, խանդավառությունը, այդ զգացմունքայինը, իսկ էթոսը, ethos նշանակում է, որ եթե մեկը քարոզիչ օրինակ եկած է, այդ քարոզիչը տարիները քարոզող հավատարիմ եղբայր է, մենք արդեն իրեն էթոսին նայելով ավելի հագամետ ենք մտի գնելու քարոզը, քան թե սովիկ եղբայրը, նոր եղբայրը չգիտենք, այլ մեկ հատ նայենք։ Մյուս եղբայրը հավատարիմ եղբայր է, դարիքով եղբայր է, փորձառու եղբայր է, նրան ավելի ուշադրություն կանենք, ոնց որ նրա այդ ծառայությունը եւ ավադարմությունը արդեն իսկ գերիշխող բան ունի, ծառություն ունի, հեղինակություն ունի, այո։ Հա, սրա մասին է որ խոսում ենք, էթոս եւ որ գասենք։ Լոգոսը անշուշտ բովանդակությունն է խոսքի, պաթոսն ալ այդ զգացական էմոցիոնալ մասն է։ Եվ լեզուն, վերջապես լեզուն, հստակ լեզու պետք է լա, այդ ուղագի զրույցը, այսինքն ժողովրդի հետ խոսելու կարևոր է մենքով, եւ դուք կարանք ասել, բայց մենք ավելի լավ է մենքով խոսալը, համապատասխան բարաբաշար քարոզի նկատմամբ եւ ճիշտ կերականություն եւ արդասանություն։ Այսինքն թող չի լինի, որ այսինքն ամեն մի քանի բառը մեր բերանից սխալ է լումա քարոզի մեջ, մեր արդայությունը գա բառը։ Ժողովուրդը գողոքնի։ Ադեններ ամենքսալ սխալ գանենք մեր արդասանության մեջ, արդայդվելու մեջ, բայց որքան կարելի է որ սրբակրենք մեր անձերը, որ մեր խոսածը ավելի շիդակ ելնե, ճիշտ ելնե, թե քերականական ցևով եւ թե արդասանության, այսինքն արդայության ցևով։ Հարցեր եղբայրներ ջան, առաջ որ աղոթքով վերջացնենք։ Շնորհակալ եմ էլի անգամ եւս Սերուշատյան եւ միասին մասնակցելու եւ մեր եղբայրներին որ գնացին Սամ եղբայրը, Վարդան եղբայրը, Դավիթ եղբայրը, որ այստեղ են նրանց աջակցության, օգնության, գազագերբության համար։ Շնորհակալ եմ Սեզանից, այո, Փառքը Տիրոջ, որևէ վերջնական հարցեր կան։ Եթե կան, հիմա յադենը, չէ՞ ոչ, դավ եղբայրս աղոթքով կարանք փակել։